Շի լկտի հայտարարությունը ինչպես դուք կմեկնաբանեք եւ նա ասաց որ ես հայտարարում եմ որ ցեղասպանություն չի եղել թող ինձ ձերբակալ են Դուք արդեն որակեցիք ճիշտ լկտի հայտարարությունը դա իրականում իրենց մոտ այդ հսկացածությունը կա լկտիությունը կա ոչ միայն այս հարցում բայց նաեւ այս հարցում որ ամեն ինչ իրենց ասածով պիտի լինի ոչ ոք իրենց ոչինչ չի կարող ասել եւ ուրեմն այն հայտարարությունը որ ինքը կատարեց բարձրապես անարգանք էր ուղղված նախ Շվեյցարիային որտեղ Շվեյցարիայում էր եւ Շվեյցարիայում եւս քրեականացված է արդեն բարձ չէր շատ որ ինքը Շվեյցարիային էր այդ մարտահրավերը ուղղում թե Ֆրանսիային բայց ամեն դեպքում դա լկտիություն էր բարին բուն իմաստով ամենալայն իմաստով եւ կարծում եմ իրենք էլ ընթացքում արդեն իրենց պատասխանները կստանան իրենց այդ քաղաքականության պատասխանները կստանան Իսկ կոնկրետ Հայաստանը որպես պետություն ինչ որ բան կարող անել նման դեպքերում ինչ տիպի արձագանք պիտի տա ցես պետական մակարդակով Հայաստանը վաղուց ըստ մեզի այս պետք էր որ իր ստորակցությունը հետ վերցներ Հայաստան-Թուրքիա արձանագրություններից որովհետև Թուրքիան բազմիցս այդ երկարը մասնավոր էր բազմիցս իսկապես ցույց տվեց որ ինքը Հայաստանի հետ հարաբերությունները սկսելու ցանկություն չունի դրամատուրգություն չունի եւ նման լկտի բահվածքով էլ բարձ է որ մեր հետ եթե նույնիսկ որ բացառում է գարզում հանգարց դիվանագիտական հարաբերություններ հաստատի նույն լկտիությամբ պիտի մեր հետ վարվի եւ ուրեմն պետք է Թուրքիային զրկել այդ հնարավորությունից առնվազն մեր նկատմամբ եւ ուրեմն ստորակցությունը հետ կանչել որովհետեւ Թուրքիան այդ հնարավորությունը չունենա առնվազն մեր նկատմամբ ինքը ուրիշ հետ ուզում է տենց վարվի թող վարվի դա ուրիշների իմանալիքն է բայց մեր հետ որովհետեւ այսպես չվարվի մենք պետք է որ ստորակցությունը հետ վերցնենք